Մարդու ձևավորման գործում կարևոր են մանուկ հասակում նրա լսած հեքիաթներն ու պատմությունները։ Այս պատասխանատվությունն են կրում հեքիաթագիրները, որքանով է բարդ կամ դյուրին ստեղծագործել երեխաների համար, որոնք են այսօրվա հեքիաթների թեմաները, ովքեր են հերոսները եւ ըստ վիճակագրության ինչպես են վաճառվում հեքիաթի գրքերը, կա արդյոք կապ դպրոցների հետ, ում համար է նախատեսված նամակախաղը սոցհարթակներում երեխաների հետ այլ միջոցառումների մասին, կխոսենք մեր գեղեցկուի հյուրի հետ, հեքիաթագիր, ռեժիսոր Արփի Մաղաքյան, Լույս Արավատի։ Բարի Լույս Շատ շքեղ եք, շատ արևային եք, իսկապես այսպես զարդարեցիք մեր տաղավարը ձեր արևային լույսով։ Միանգամից ուղղեմ ձեզ իմ առաջին հարցը։ Դուք եւ հեքիաթագիր եք եւ ռեժիսոր, ինչպես է ստեղծում ժամանակակից հեքիաթը եւ որն է հիմնական ուղերձը այսօրվա փոքրիկին ինչն է ամենահետաքրքիրը ձեզ։ Հետաքրքիր հարց է, չգիտեմ որն է նրան հետաքրքիրը, գիտեմ որ իմ գրքերը սիրով են կարդում։ Երևի ամենասովորական պատմությունը կարելի է այնպես պատմել, որ հետաքրքրիչ է։ Մեկը կարող է շատ հետաքրքիր մի անեկդոտ, չէ, որ պատմի այնպես, որ ոչ մեկ չծիծաղի։ Այո, եւ հակառակը։ Ինձ թվում է նույնը պատումին է վերաբերվում։ Կարող ես մի բան այնպես պատմել, որ հետաքրքիր լինի։ Օրինակ, իմ Տիգրան Մեծ եւ Արտավազդ արքա պատմական արքայական հեքիաթաշարը մետաղադրամն է պատմում, երեխաների ասած կոպեկը, եւ ստացվում է, որ մետաղադրամը լեզու է առնում եւ հետաքրքիր ձևով պատմում երեխային պատմությունը, իսկ պատմությունը իրական փաստերով է եւ ահա երեխան պատում է սովորում պատմություն եւ մի հետաքրքիր պատումի մեջ, հեքիաթի մեջ ամփոփված։ Հրաշալի է։ Որքանով է բարդ ստեղծագործել թվային սերնդի երեխաների համար, ովքեր շրջապատված են տեխնոլոգիաներով։ Հա, հետաքրքիր, էս էլ է շատ հետաքրքիր հարց, Անահիտ ջան, նայեք, այս վերջերս գրադարանում էի, որտեղ շատ հաճախ եմ հյուր լինում գրադարաններում եւ գրադարանավարուհին հարցրեց որն է այն գաղտնիքը, որ ձեզ երեխաները ավելի հետաքրքրությամբ են կարդում, քան մեր նույնիսկ դասականներին։ Ես ասում եմ, ես գլուխ եմ խոնարհում նրանց առջև, ես ով եմ իրենց առջև, բայց միևնույն ժամանակ ես այս արդի գրող եմ, որը ապրում է այս ժամանակաշրջանում, որը գիտի այդ լինքին մատով կպնելու եւ այլ իրականությունում հայտնվելու արագությունը, չէ՞, այդ երեխաները սիրում են այդ ռիլերը նայել, որ ես չեմ սիրում, որովհետեւ ռիլ նայող երեխաների ուշադրությունը շատ է շեղվում այսպես, ու իրենց հետ շփվելիս տեսնում ես, որ նա հաճախ է ռիլ նայում, բայց միևնույն ժամանակ ես իրենց ժամանակակիցն եմ ու ես դա գիտեմ, երևի այդ պատճառով է, որ ես կարողանում եմ իմ հեքիաթները հիմա այնպես գրել, ոչ թե մտածելով, այլ այնպես եմ գրում, որ ավելի հեշտ է կարդացվում հավանաբար։ Նաև հետաքրքիր է, որ ես ինձ օրինակ թույլ չեմ տալիս շատ երկար նախադասություններ կազմել, բարձ ստորադասական, այնպես եմ գրում, որ ավելի կարճ լինեն, հասանելի լինեն, հետո հետաքրքիր է, որ գրքերումս ինքս էլ նկատում եմ, ինչպես են փոխվում նախադասությունները, սկզբում շատ ավելի պարզ էին, այսպես քիչ-քիչ ավելի չորրորդ գրքում արդեն մի քիչ ավելի բարդ են։ Ես մտածում եմ, որ երեխան իմ հետ աճում է, այդպես եմ պատկերացնում, որ իմ գրքերը կարդալով առաջի գիրքը թող մի քիչ ավելի պարզ լինի, երկրորդը թող մի փոքր ավելի նկարագրություն թույլ տամ ինձ մեջը դնել, այսպես։ Եվ ովքեր են այսօրվա հեքիաթների հերոսները, արդյոք նրանք նման են մեր մանկության հերոսներին, թե կերպարները փոխվել են։ Դե նայեք, իմ հեքիաթներում իմ երևի այդ առաքելություն բառը դժվար բառ է, բայց իմ առաքելությունն է հայ երեխաներին սովորեցնել իրենց արմատները, որ գան դեպի իրենց արմատը, որովհետև եթե պատկերացնենք ծառ, չէ, որը արմատներ չունի, նա մի թեթև քամուց, արևից կչորանա, քամուց շուռ կգա, ճյուղերը կթափվեն, կընկնեն, իսկ երբ որ մարդ գիտի իր արմատը, նա շատ ավելի պինդ է, երբ որ իր արմատին հետևում է, իր արմատը ջրում է, չէ, եւ կաճի դեպի լույսը, այդպես էլ իմ հեքիաթներն են, ես փորձում եմ իմ հեքիաթներով մեր երեխաներին եւ ոչ միայն երեխաներին, որովհետեւ ով ասեց, որ հեքիաթները միայն երեխաների համար են, սովորեցնել լինել պինդ, այնպես որ իմ հեքիաթի հերոսը օրինակ
Տիգրան Մեծի մետաղադրամը եւ ինքը Տիգրան Մեծը, Արտավազդ արքան եւ հռոմեացի կայսրերը, Շուշի անունով մի գեղեցիկ աղջնակ, որը ապրում է Արցախում։ Երևանյան հեքիաթներում շատ տարբեր հերոսներ ունեմ, սկսած օրինակ Ագրավից երևանցի, որը շատ երկար տարիներ ապրում է Երևանում։ Այսպես տարբեր հերոսներ կան ապրող իմ գրքերում։ Եվ որպես հեքիաթագիր ձեր կարծիքով ինչ դեր ունեն մանուկների խաղերը նրանց հոգեբանական ձևավորման գործում։ Խաղերը ամենակարևոր բաներն են, բայց պետք չէ այդքան մտածել, որ հիմա վա երեխաները չեն խաղում, երեխան խաղ է, ինքը իր շրջապատը խաղով է ճանաչում, խաղով, հեքիաթով եւ նույնիսկ հացուտելը նրա համար կարող է խաղի վերածվել։ Էնպես որ խաղը ամենակարևոր բաներից մեկն է, խորհուրդ եմ տալիս, որ ծնողներն երեխաների հետ շատ խաղով շփվեն եւ խաղով դաստիարակեն եւ հեքիաթով դաստիարակեն, խաղը շատ կարևոր է։ Եվ նաև շփման համար երեխաների չէ, որ սոցիալապես իրար հետ կարողանան ճիշտ շփվել Եվ ըստ վիճակագրության վաճառքը հեքիաթների ինչպիսին է Երևանում, Հայաստանում առհասարակ։ Ըստ ձեզ։ Ես գիտեմ, որ իմ գրքերը շատ լավ են վաճառվում, բայց միևնույն ժամանակ պարզ է, որ մեր շուկան փոքր է։ Եթե մենք լինեինք մի քանի 100 միլիոն, շատ ավելի կլիներ վաճառքը։ Ես չեմ դժգոհում վաճառքից եւ շնորհակալ եմ ծնողներին, որ երեխաների համար գնում են իմ գրքերը։ Ես էլ իմ հերթին ամենագեղեցիկ գրքերն եմ եւ ամենավորակյալ գրքերն եմ ձոնում երեխաներին եւ մեր պատմությանը։ Արփի ջան, խոսենք նամակախաղից մի փոքր։ Խոսենք։ Ինչ է դա, մանրամասնեք։ Նամակախաղը ես սկսել էի Facebook սոցիալական ցանցում, live առցանց, չէ, live բառը հայերեն։ Ուղիղ եթերով։ Այո, ուղիղ եթերով։ Եվ երեխաները ինձ շատ հաճախ նամակներ էին գրում։ Եվ ես որոշեցի, հետո լսեցի, որ երեխաները ասում են միևնույնն է Արփի Մաղաքյանը ժամանակ չի ունենալու կարդալ, կամ հարցնում էին, իսկ արդյոք ինքը կարդացել է։ Եվ ես մտածեցի, որ կարող եմ հենց ուղիղ եթերում կարդալ իրենց նամակները, ու այդպես ոչ թե նամականի, այլ նամակախաղ, այդ որ ասում եք խաղը ինչքանով է կարևոր, չէ՞, մենք սկսեցինք երեխաների հետ խաղ խաղալ։ Իրենք ինձ նամակ էին գրում, ես խաղի միջոցով նամակը կարդում եմ ուղիղ եթերում։ Հետագայում Facebook ուղիղ եթերները ջնջեց եւ ես այդ վիդեոները ուղղակի ներբեռնեցի YouTube, հիմա YouTube-ում կա, պատրաստվում եմ շարունակել այս նամակախաղը, որովհետեւ ինքը շատ սիրված պրոյեկտ է երեխաների համար եւ իրենց էլ է, պատկերացնեք, գրողին նամակ են գրում, իրենց գիրքը կարդում են, հետո որոշում են նամակ գրել եւ փաստորեն հետադարձ կապ է ստացվում ուղիղ եթերով, երբ որ ես պատասխանում եմ այդ նամակներին։ Իսկ Արփի ջան, ես տեղյակ եմ, որ դուք սերտ կապ ունեք նաև դպրոցների հետ։ Արդյոք դա ճիշտ է թե ոչ։ Այո, ինձ հաճախ են հրավիրում դպրոցներ եւ ես մեծ սիրով գնում եմ, որովհետեւ երեխաների հետ շփումը մի առանձնակի ուրախություն է ինձ համար, երջանկություն է։ Վերջին անգամ որ դպրոցում եք եղել։ Վերջին անգամ Շիրակացի դպրոցում եմ եղել, շատ հետաքրքիր հանդիպում էր, ներկա էր նաև Շիրակացու տնօրենը, պարոն Ալիխանյանը, ու շատ հետաքրքիր։ Իմիջիայլոց ես նրանց ցույց էի տալիս, ներկայացնում էի իմ անտիպ գիրքը, որը կոչվելու է Հիշելու հեքիաթներ, որտեղ անդրադարձել եմ մեր մեծերին, Հովհաննես Թումանյանին, Կոմիտաս Վարդապետին, Գարեգին Սրվանստյանին, Ղազարոս Աղայանին, Լուսիկ Ագուլեցուն, մեր ժամանակակից, ու հիմա կարող եմ մոռանամ, բայց 8 հեքիաթ կա, փոքրիկ պատումներ են։ Ես այս պատումները գրել եմ կարդալով նրանց կենսագրությունները, նրանց ժամանակակիցների կողմից գրված հիշողությունները նրանց մասին եւ այսպիսի շատ հետաքրքիր հեքիաթաշար եմ ստեղծել։ Հուսամ առաջ Աստված այս տարի գիրքը կգնա դեպի ընթերցողներ։ Դա Աստված, որ ստացվի ամեն բան։ Եվ մի այսպիսի բան եմ ուզում ասել, դուք նշում եք, որ հեքիաթագիրները պատասխանատու են մանուկ հասակում լսած պատմությունների համար։
Որն է այսօրվա հեքիաթի գլխավոր առաքելությունը։ Հեքիաթի գլխավոր առաքելությունը երեխային ուժ տալն է, կարդացողին ուժ տալն է, մոտիվացնելն է, բայց նաև ինչ որ գաղտնիք ասելը շատ թաքուն, որ նույնիսկ կարդացողը չի հասկանում, բայց ինքը վերցնում է այդ ուժը եւ պետք եղած ժամանակ օգտագործում է այդ ուժը։ Հրաշալի է, իսկապես։ Եվ նկարազարդման հետ կապված ուզում եմ խոսեք մի փոքր։ Այո, նկարազարդումները ինձ համար շատ կարևոր են, ես շատ ուշադիր եմ նկարազարդումներին, կարող եք այսպես թերթել, մեկը մեկից կարող եմ գլուխ գովել եւ ասել, որ մեկը մեկից գեղեցիկ են իմ նկարազարդումները, նկարիչներս են առաջին գրքինը Արարատ Մինասյան, Այդա Հեքիմյան, Աննա Ամաս եւ հիմա արդեն այս հիշելու հեքիաթների ժամանակ աշխատում եմ Արփեն Բարոյանի հետ։ Շատ լավ նկարիչներ են, նկարելու ժամանակ, նկարազարդման ժամանակ ես շատ մանրազնին ինքս էլ ուսումնասիրում եմ եւ տվյալ ժամանակաշրջանի հագուստը, մոդան, նույնիսկ օրինակ Արտավազդ արքայի մետաղադրամը հայտնվում է նրա շորի մեջ, որ պատերազմի ժամանակ պիտի նրա կյանքը փրկի, ես գիտեմ, որ այդ ժամանակ գրպան դեռ չեն հորինել, այսինքն այդ աստիճան մանրացել եւ ուսումնասիրել եմ եւ նա հայտնվում է արքայի գոտու մեջ։ Որտեվ կարծում եմ այս պատկերազարդումը նկարները հեքիաթի կարևորագույն մասերից է, որովհետև երբ երեխան կարդում է, կարծում եմ շատ կարևոր է այս ամեն ինչը, իսկապես բրավո ձեզ, որ այսպիսի խորությամբ ուսումնասիրել եք ամեն դետալ։ Ձեզ հետ կարելի է անverջ խոսել, Արփի ջան, մենք սպասում ենք նոր գրքերով, նոր հաջողություններով, միշտ պատրաստ ենք խոսել ձեզ հետ եւ հիանում ենք ձեզնով, ուղղակի մեր ժամանակահատվածը մի փոքր սուղ է եւ պետք է արդեն փակենք մեր հաղորդումը ցավոք սրտի։ Մեր այսօրվա գեղեցկուի հյուրն էր հեքիաթագիր ռեժիսոր Արփի Մաղաքյանը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր հեռուստադիտողին, որ այս մեկ ժամվա ընթացքում մեզ հետ էր։ Կհանդիպենք վաղը։